Ծերանոցների եւ մանկատների միջոցով Մադոննան կողոպտել է մեր պետական բյուջեն, բացահայտումն արել է տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը։ Մենք արդեն 200-ից ավել դեպքեր ունենք եւ բոլոր դեպքերը մենք ուղարկել ենք իրավապահներին։ Մադոննայից բացի եւս 4 կազմակերպություն մեղադրվում է պետական գնումների միջոցով ծերանոցների եւ մանկատների հաշվին փող աշխատելու մեջ։ Ընկերությունները մրցույթների շրջանակներում վայել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն, շուկան բաժանելով միմյանց միջև, ինչպես նաև դրա արդյունքում ապրանքները մատակարարել են շուկայականից զգալիորեն բարձր գներով։ Արտակ Շաբոյանը շտապում է ավելացնել, մեղավոր են նաև պետական պաշտոնյաները, սակայն վարույթ է հարուցվել տնտեսվարող 5 սուբյեկտի ներառյալ Մադոննայի նկատմամբ։ Մենք այսուհետ ծև ցուցակ ենք կազմելու եւ պետք է այնպես անենք, որպեսզի չարաշահողները ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին։ 18 սոցիալական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված չարաշահումների չափը հանձնաժողովն առայժմ չի հրապարակում, բայց տեղեկացնում է, որ ծերանոցներում եւ մանկատներում սննդամթերքի գույքի եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման համար պատասխանատուները հաճախ համահանել են։ Օրինակ, բազուկի գծով 2011 թվականի սեպտեմբերին կազմակերպված մրցույթներից մեկում ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկը հնարավոր է ձեռք բերել 100 դրամից սկսած գնով։ Հանձնաժողովը խոստանում է, որ քարը քարի վրա չի թողնելու, սա դեռ սկիզբն է, խոստանում են նաև նոր բացահայտումներ, սակայն միայն պետական գնումների ոլորտում։ Մահեր Արշակյան, Կարեն Չելինգարյան, IPF